Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 91 ներկայացնել տեղեկատվություն օդի որակի բարելավման քարամյա ծրագրի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, քարամյա ծրագիրը ամփոփվել է եւ առաջիկայում առաջարկում են քաղաքապետարանի կայքեջում ի թիվս այլ ծրագրերի ներկայացնել, որպեսզի հանրամատչելի լինի նաեւ հանրությանը։ Ինչպես խոստացել էինք, ծրագրի առավել մանրամասներ ժամանակ առ ժամանակ ներկայացվելու են այստեղ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Այսօր անդրադառնալու ենք հանքարդյունաբերության ոլորտին, արկա խնդիրներին եւ առաջարկվող լուծումներին։ Ուրեմն օդի որակի բարելավման հաջորդ սլայդը խնդրում եմ ներկայացնել, արդյունահանման ոլորտը իր զգալի ազդեցությունը ունի մարդկանց առողջության եւ կենսակերպի վրա, զգալի բացասական ազդեցությունը, հաջորդ սլայդը խնդրում եմ։ Այստեղ ներկայացված են ուրեմն քաղաքում գործող 14 հանքավայրերը, որտեղ տրամադրված է 17 ներօգտագործման իրավունք։ Նշեմ, որ նաև այս տեղեկատվությունը մեր գիս քարտեզներով նույնպես արկա է, հաջորդը խնդրում եմ։ Գրեթե բոլոր հանքերը մոտ են բնակելի տարածքներին եւ բնակիչների համար առաջացնում են անհարմարություններ, դրանք կլինեն փոշու թե աղմուկի տեսքով։ Ունենք նաև 19 ընդերքօգտագործման իրավունք, որոնք ավարտված կամ դադարեցված են եւ որոնք ներկայումս չեն շահագործվում։ Ընդ որում նշեմ, որ հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության մեղմման ուղղված մեր գործողությունները սկսվել են նախքան քարամյա ծրագրի մշակումը, այսինքն քննարկումներ ոլորտը կարգավորող նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, բնապահպանության նախարարության հետ։ Հաջորդը խնդրում եմ։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքի վրա ազդեցություն ունեն ոչ միայն Երևան քաղաքում տեղադրված հանքերը, այլև Երևանի վարչական սահմաններից դուրս գործողները։ Սրանք օրինակ ջրաբերի հանքերն են եւ սլաքներով ցույց է տրված օդի քամու ուղղությունը, որը ուղիղ դեպի Երևան է։ Եվ քանի որ դրանք բաց ավազային հանքեր են, ապա կարծում եմ շատերը նույնիսկ ակնադիտական եղանակով ամառվա ամիսներին կարող եք ակնհայտ տեսնել այդ փոշու ամպերը։ Ինչ գործողություններ էին արդեն իսկ իրականացվել նորից մինչև քարամյա ծրագրի մշակումը եւ ինչ գործիքներ ունեինք, դա շմակ գործընթացներ, որով Երևան քաղաքը կարողանում է սահմանափակել Երևանի վարչական տարածքում նոր հանքերի շահագործման թույլտվությունը եւ Երևան քաղաքում հանքավայրերի օգտակար հանածոների մնացորդային պաշարների ուսումնասիրության ուրեմն նախաձեռնումը, որը մենք գրեթե մի տարի քննարկում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ Հաջորդ սլայդը խնդրում եմ։ Այս ոլորտում պիտի արձանագրենք որոշակի ձեռքբերումներ, դրանք կլինեն շարունակական քննարկումների, առաջարկությունների հետևանք, այս պահին կարող ենք այդպես արձանագրել։ Կառավարության գործընկերների հետ մեր քննարկումների արդյունքում են սրանք ձեռք բերվել։ Ներկայումս ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՕԱԿ-ում արկա երկրաբանական տեղեկատվության թարմացման աշխատանքներ, որի արդյունքում կգույքագրվեն հանքավայրերը, որոնց պաշարները սպառված են կամ օգտակար հանածոյի արդյունահանման համար տնտեսապես նպատակահարմար չեն։ Սա բխում է մեր այն պահանջ խնդրանքից, որպեսզի այն 19, որոնք որ նշեցինք նախորդ սլայդում, ուրեմն չշահագործվող հանքերը փակվեն եւ իրականացվի ռեկուլտիվացիա, պատճառը, որի համար դրան ընթացք չէր տրվում, այն էր, որ այս պաշարների համար պետք է իրականացվի բավական ծախսատար եւ ժամանակ խլող գործընթաց, որը հիմա արդեն իսկ փաստորեն նախաձեռվել է։ Այսուհետ կենսաբանական ռեկուլտիվացիայից բացի նաեւ իբրև պարտադիր պահանջ կլինի նաեւ լեռնահատկացմամբ տրվող տարածքում ծառատնկման աշխատանքների իրականացումը, այսինքն հանքի շրջակայքում պարտադիր կլինի շահագործմանը զուգահեռ կամ շահագործումից առաջ իրականացնել ծառատնկում։ Կառավարության 25 թվականի մայիսի 22-ի մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 25-30 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
N611L որոշմամբ, որի այս 5-ամյա ծրագիրը նաև զուգահեռ իրականացվում է մեր քառամյա ծրագրին եւ համահունչ են դրանք։ Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծային ներկայացվող նվազագույն պահանջներում կներառվեն փոշե նստեցնող, այդ թվում փոշե ճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը համապատասխան հաշվարկ հիմնավորումներով, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել հանքարդյունաբերության ոլորտում փոշու արտանետման տարածումը։ Կատարման ժամկետը Հայաստանի Հանրապետության մարզերում սահմանվել է 26 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը, իսկ Երևան քաղաքում 25 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակը։ Առաջիկայում մենք նաև փորձելու ենք աշխատել գործընկերների հետ, որպեսզի փոշեճնշիչ սարքերի իրականացում, փոշու արտանետումը չափող օդի սարքերի տեղադրում պարտադրվի նաև հանքերում, այսքանը։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, այո, միանշանակ նմանատիպ կարգավորում պետք է, որպեսզի մենք կարողանանք տեսնել օդի որակը հենց հանքարդյունաբերության կիզակետում, ինչպես հիմա տեսնում ենք մեր խոշոր շինարարական բոլոր օբյեկտներում Երևան քաղաքի, գրեթե բոլոր օբյեկտներում, մոտ 160 սարքեր են տեղադրված, ամբողջ Երևան քաղաքով մեկ, եւ սա շատ լավ է, Տիկին Հայկազյան, շատ կարևոր է, բայց մեր քառամյա ծրագիրը պետք է կենտրոնացած լինի առաջին հերթին ձմեռային շրջանի վրա, այսինքն մենք ակնհայտորեն հենց նույն մեր սարքերի տված ցուցանիշները մեզ ցույց են տալիս, որ մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեր օդի որակը վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես նոյեմբերի վերջին, դեկտեմբերին, հունվարին, որոշ չափով փետրվարին եւ գարնան ամիսներին արդեն սկսում է բարելավել։ Ամռանը հիմնականում հիմա որ նայենք օդի որակը այս թեժ շինարարության, հանքարդյունաբերության շրջանում կամ գերազանց է ցույց տալու կամ լավ է ցույց տալու։ Մինչդեռ ձմռան այդ ամիսներին ցույց է տալու շատ դեպքերում անառողջ օդ։ Հիմա հաջորդիվ Տիկին Հայկազյան, ես ակնկալում եմ մի փոքր ավելի կենտրոնացած ծրագրեր մեր սպეციფიկ խնդրի ուղղությամբ, որը որ եւ միգուցե կարող է հավելյալ հետազոտություն է պետք ձմռան ամիսներին, պատճառը ինչը չնայած ակնհայտորեն ամբողջ տարածաշրջանը խնդիր ունի, բայց նաեւ ակնհայտ է, որ տարածաշրջանը ունի խնդիր, բայց Երևանը ավել ունի համեմատած օրինակ մերձ Երևանյան այլ տարածքներին։ Մեկ էլ ունեն խնդիրներ Իգդիրը, մյուս քաղաքները այդ հատվածում գտնվող, այսինքն Արարատյան դաշտավայրի շրջանակում գտնվող բոլոր քաղաքները։ Հիմա եկեք խնդրում եմ մի փոքր մեր կենտրոնացումը տանենք դեպի ցուրտ ամիսներ եւ հասկանանք ինչ ծրագրեր կան, որոնք որ ուղղված են հենց այդ ամիսներին օդի որակը բարելավելու, որովհետեւ այդպես մակերեսի վրա ինչ որ բաներ ակնհայտ է, հասկանալի է, մշտադալար ծառեր պետք է ավելի շատ ունենանք, այսինքն օրինակի համար ենթադրվում է, որ Դալմայի այգիների մեր տնկումը պետք է իր տրամաբանությունը միգուցե փոխենք, մեր նոր նորքում կառուցվող Միասնիկյանի վերևի հատվածում Լվովյան փողոցի հատվածում կառուցվող այգու տրամաբանությունը միգուցե պետք է փոխենք, հաջորդիվ ակնկալում եմ նաև այս ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, եթե կան վերլուծություններ եւ համապատասխան վերլուծությունները կան օդի որակի չափիչ սարքերից, որոնք որ հստակ մեզ ասում են ամառը լավ է օդի որակը Երևան քաղաքում, չնայած շատ ակտիվ շինարարությանը եւ պոտենցիալ այդ փոշուն, իսկ ձմռան ամիսներին, որ ենթադրվում է, որ ավելի լավ պետք է լինի, որովհետեւ շինարարությունը այդքան ակտիվ չի, ենթադրաբար հանքարդյունաբերությունը այդքան ակտիվ չի, բայց մեզ մոտ հակառակն է։ Փաստորեն այդ կորելացիան շինարարության եւ հանքարդյունաբերության հետ չի ուղիղ կամ բայց ոչ այն չափով, ինչով որ մենք պատկերացնում ենք։
Պարոն քաղաքապետ, իրականում պատճառը մեզ հայտնի է, դա օդի ինվերսիան է, այսինքն այն, որ եթե շատ պարզ ասեմ, օդ չի շրջանառվում, կանգնած է, հետևաբար արտանետումները բոլոր պահվում են, բայց մենք ուրեմն կընդունենք դա որպես Եկեք ուրեմն մեր արտանետումների լավագույն քառյակը հասկանանք կամ վատագույն քառյակը հասկանանք ու սկսենք հասկանալ այդ վատագույն քառյակի եւ հնգյակի հետ ինչ ենք անում։ Մենք ունենք հստակ պատկեր, որ գործոններից է արտանետումների քանակը, որ չափաբաժինը։ Ըստ չափաբաժինների չէ, բայց մեզ մի քիչ ժամանակ տվեք, մենք ձեր ուրեմն այս նշած ուղղությամբ մեկ ամիս հետո ներկայացնենք մի հատ վերլուծություն ձմռանը հենց վերաբերող խնդրի։ Դե Տիկին Հայկազյան, ինձ թվում է համաձայն է, կարող է համաձայն չեք իմ պնդումների հետ։ Համաձայն եք, չէ՞, ձմռան ամիսներին ունենք խնդիր։ Ամռան ամիսներին այդքան մեծ խնդիր չունենք, այնուհա, լոկալ ինչ-որ խնդիրներ ունենք, մեր հիմա օդի որակի չափից սարքերը on-line հենց հիմա որ միացնենք, որոնք որ տեղադրված են շինարարական կիզակետերում։ Ներքևներում։ Խնդրում եմ, հələ միացրեք, էլի։ Այս կարևոր է անընդհատ այս բանի մեջ շրջապատույտից դուրս գանք, էլի, որովհետև ես հասկանում եմ իհարկե մենք համապատասխան միջոցներ նաև պետք է կիրառենք, եւ որ ավականու որոշումները որոշ շինարարներ չեն կատարում, բայց նաև պետք է հասկանանք մեր խնդիրը իրականում ինչու՞մ է։ Մեր խնդիրը կանում է նրանում, որ մենք ունենք խնդիր ձմռան ամիսներին, խնդրեմ։ Շատ լավ, այս մինչև 60-ը AQI, ճիշտ եմ ասում, Տիկին Հայկազյան, մինչև 60-ը AQI գերազանց է օդի որակը, 65-ը լավն է։ Մինչև 50-ը, 50-ից 100-ը։ Մինչև 50-ը, 50-ից 100-ը լավն է, այսինքն հիմա այդ որ դեղին են կետիկները, դա նշանակում է Երևան քաղաքում այս պայդրությամբ օդի որակը լավն է։ Մենք մոտավորապես այս ցուցանիշն ենք ունենում, ճիշտ է, ամռան ամիսներին, ավելի տաք ամիսներին։ Հիմա մենք այս ցուցանիշը չենք ունենում, չէ՞, ձմռան ամիսներին։ Վատա, չէ՞ ամեն ինչ։ Խնդրում եմ կենտրոնանանք ձմռան ամիսների վրա։ Շնորհակալ եմ։ Հաջորդ։ Պարոն քաղաքապետ, կներեք, եթե թույլ կտակի շարունակություն այս թեմայի մեկ տեղեկատվություն հաղորդեմ։ Ինչպես գիտեք, միասնական GIS համակարգում է կուտակվում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում գեներացվող եւ մշակվող տարածական տվյալները, այդ տվյալները մեծամասնամբ ստեղծվում են հենց GIS սեփական գործիքակազմերի միջոցով, իսկ մի մասն էլ հարթակ է ներմուծվում IoT սարքերից, մասնավորապես դրանցից մեկը օդի աղտոտվածության սենսորներից ներմուծվող տվյալների հիման վրա մշակվել է այսպիսի իրավիճակային եւ վերլուծական հարթակ, որը հրապարակվել է։ Իդեպ հրապարակվել է ոչ միայն այս հարթակը, այլսա մենք համարել ենք բաց տվյալներ եւ տրամադրել ենք աշխարհում նման տեղեկատվություն տարածող բոլոր հարթակներին, այսինքն փաստացի աշխարհի բոլոր հարթակներում, որտեղ որ օդի աղտոտվածություն է ներկայացվում, մեր սենսորների տվյալները եւս առկա են։ Մյուսը, որ կուզեի ասեի, ձեր հանձնարարությամբ համակարգում առկա որոշ շերտեր, որոնք որ բնակչության համար առավել հետաքրքրություն կարող են ներկայացվել, նախապատրաստվել է հրապարակման եւ այդ որպես բաց տվյալներ եւս եւ այդ շերտերի հիման վրա մշակվել է մեկ հարթակ, որին անվանել ենք ինչ ենք արդեն արել, որովհետեւ այս հարթակում առկա տվյալները ներկայացնում են քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքները, սա որպես թափանցիկություն եւ հաշվետվողականություն բնակչության համար, ինչպես նաեւ ներկայացվում է ապագա պլանները, սա որպես կանխատեսելիություն, դրանց օրինակները կարող են լինել ասֆալտապատում, վերելակների փոխարինում, մանկապարտեզների փոխարինում, եթե թույլ կտակ ես ներկայացնեմ այդ հարթակը, որը այսօր նախապատրաստված է հրապարակման։ Խնդրեմ։ Բայց մինչև դա, պարոն Մանուկյան, այս արձանագրումը անենք Տիկին Հայկազյան, այս նախ շատ կարևոր աշխատանք էր, այն ինչի մասին խոսեցինք, իրապես շատ կարևոր է եւ հետագայում են կարգավորումները, որոնք որ կիրականացվեն հանքարդյունաբերողների մոտ, վստահաբար շրջակա միջավայրի վրա իրենց դրական ազդեցությունը ունենալու են,
մեզ համար կարևոր է այնուամենայնիվ հրատապ է մեզ համար ձմեռային ամիսներին հասկանալ այն գործոնները, որոնք որ ազդում են օդի որակի վրա, այո, քամի չկա այդ ժամանակ, օդը սառած է եւ այն արտանետումները, որոնք որ ստեղծվում են, մնում են օդում։ Հետևաբար եկեք հասկանանք, որոնք են այդ վատագույն արտանետման աղբյուրները եւ աշխատենք դրանց ուղղությամբ։ Այսինքն, այո, մի կողմից մեղմացում եւ ծառատունք եւ մշտադալար ծառեր, որը որ վստահորեն կմեղմացնենք իրավիճակը, բայց մյուս կողմից հասկանանք, որ գործոններն են, սկսենք աշխատել դրանց վերացման ուղղությամբ։ Խնդրեմ, պարոն Մանուկյան, խոսում ենք մեր կատարած աշխատանքների մասին։ Այո։ Սիրելի երևանցիներ, նախ ուզում եմ արձանագրենք ինչի մասին է խոսքը։ Երևանի քաղաքապետարանը շատ սեղմ ժամկետում ներդրել է GIS համակարգ։ GIS համակարգը էլեկտրոնային ոնց է կոչվում հայերեն geospatial geoinformation, լավ, geospatial-ը տենց չի, բայց geoinformation տեղեկատվական ծրագիր, որը որ հնարավորություն է տալիս մեզ on-line ռեժիմում հենց նոր մենք նայում ենք այդ համակարգի մի հատվածին, որով որ մենք ստանում ենք on-line տվյալներ քաղաքի տարբեր հատվածներից մեր օդի որակի չափից սարքերից, բայց դա ընդամենը 0.0000005% է այն հնարավորությունների, որ մենք ստանում ենք այս համակարգով։ Այսօր մենք մի փոքր էլի պրեզենտացիա կանենք, թե ինչ ենք կարողանում նաև մատուցել քաղաքացիներին այս համակարգի միջոցով, մասնավորապես մեր քարտեզներից մեկը ցույց է տալու, թե Երևան քաղաքում ինչ աշխատանքներ են արվել եւ արդեն իսկ համապատասխանաբար նույնիսկ վայրերով արձանագրելով։ Սա նույնպես շատ փոքրիկ հատվածն է այդ համակարգի, բայց խնդրեմ, պարոն Մանուկյան, խնդրեմ ներկայացրեք։ Պարոն քաղաքապետ, ինչպես քիչ առաջ նշեցինք, մեկ շերտի տվյալներ հրապարակված էր, խոսքը օդի փոշով աղտոտվածության արտակի մասին էր, եւս 6 շերտի տվյալներ նախապատրաստված են հրապարակվելու, ահա այսպիսի միասնական հարթակի միջոցով այն անվանել ենք ինչ ենք արդեն արել, որովհետեւ այս տվյալները դիտարկվել են առավել հետաքրքրական